Գիտեք այն թեման, որի մասին այսօր իմ սրտում կա եւ ուզում եմ խոսել, վերնագրել եմ այսպես. ժամանակն է։ Գիտեք, ինչն է հետաքրքիր, որ շատ անգամ մենք մտածում ենք, որ մենք ժամանակ ունենք։ Շատ անգամ մենք մտածում ենք, դեռ կյանքը մեր առջևում է, հլը, այսպես մտածում ենք, որ միշտ մենք ժամանակ կունենանք։ Բայց իրականում հավատացեք, շատ անգամ մենք ժամանակ չենք ունենում։ Հավատացեք, շատ անգամ մեր ժամանակ այնպես է վազում, որ մենք հետո տեսնում ենք, որ մենք այնքան բան ենք բաց թողել։ Բայց գիտեք, որ մենք ամեն բան ժամանակին ենք անում, ամեն ինչ փոխվում է։ Եվ գիտեք, առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, դա Հռոմեացիս 13-րդ գլուխ 11-12 խոսքերն են։ Եվ այսպես արեք, իմանալով թե ժամանակն է, որ քնից արթնանաք, որովհետև հիմա մոտ է մեզ փրկությունը, քան թե այն ժամանակ, որ հավատացինք։ Գիշերը շատ անցել է եւ ցերեկը մոտ է։ Ուստի մի կողմ դնենք խավարի գործերը եւ մեր վրա հագնենք լույսի զենքերը։ Գիտեք, Աստվածաշունչը մեզ ասում է, որ ժամանակն է, որ արթնանանք։ Գիտեք, մենք անցած շաբաթ, որ խոսում էինք Հովվի տեսիլքից եւ ասացինք, որ մենք վերցնում ենք ամբողջովին մեր ավակ Հովվի տեսիլքը եւ սկսել ենք մեր կյանքի մեջ կիրառել եւ այդ 6 կետերը մենք տարբեր ժամանակներում նաեւ տարբեր ծառայողների միջոցով մենք կծառայենք ու կխոսենք եւ ես այսօր ուզում եմ իրականում խոսել մի բանի մասին, որ ժամանակն է, որ արթնանանք։ Գուցե մեկ ասի դե ով ջան, առավոտ եկել եմ եկեղեցի, ել ոնց արթնանամ։ Գիտեք, մի բան կարող եմ ասել։ Իրականում ես զինվորական ծառայության ներգրաված չեմ եղել, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով ինձ չեն զորակոչել։ Բայց գիտեք, ես շատ անգամ ուսումնասիրելով իմ ավակ որդիս էր զորակոչված, ինքն էր զինծառայող եւ շատ անգամ ուսումնասիրելով ես զինվորական կյանքը մի բան եմ հասկանում։ Գիտեք, հայերեն տագնապ է կոչվում։ Երբ որ այդ տագնապի կոճակը սեղմվում է, բոլոր զորքը ուզում է խորը քնած լինի, հենց այդ տագնապի ձայնը լսում են։ Գիտեք, միանգամից բոլորը ինչ են անում։ Արագ արթնանում են, հագնված, գիտեք, վազում են զինանոց, եթե մարտական տագնապ է տրված։ Եվ գիտեք, ամեն մեկը իր հայերեն չեմ կարող ասել դա բառը ոնց է, բայ պաստնս տենց են ասում, այսինքն իր վեճմեշոկը, իր հրացանը, այսինքն իր ավտոմատը, իր ամեն ինչ, իր հակագազը, ամեն բան։ Եվ գիտեք, ինչ որ չեմ կարող ասել քանի րոպե, բայց ինչ որ ժամանակ հետո բոլորը այդ շարը հրապարակում կանգնած իրենց զենքերով, իրենց պատրաստական մարտական դիրք բարձրանալու համար։ Եվ նայեք ինչ ասում, նորից եմ ուզում այստեղ կարդալ, եւ ասում է ձեր վրա հագնեք լույսի զենքերը։ Գիտեք, նայեք, զինվորը համաձայն եք։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մենք բոլորս Տիրոջ զինվորներն ենք։ Եվ այս զինվորը քնած է։ Իր հայերեն չգիտեմ դա ոնց են ասում կազարմեն։ Չէ, զինանոցը կազարմեն չէ, զինանոցը զենքերի պահեսն է։ Հիմա նայեք, իր այդ կազարման հայերեն չգիտեմ ոնց է, այդտեղ քնած է։ Եվ հիմա նայեք, ինչն է հետաքրքիր։ Բայց հենց լսում է մարտական տագնապի ազդանշանը, ինքը գիտի իր անելիքը, ինչ պետք է ինքը անի, որ պետք է արթանա, պետք է արագ, այնտեղ րոպեել չի, երևի վայրկյաները, պետք է արագի մեջ իր անկողինը հարդարի ու վազի միանգամից զինանոց, վերցնելու իր մարտական զենքերը, իր ամեն պարագաները, որը որ ամեն մեկի համար դրված է այդ զինանոցում եւ գնա կանգնելու։ Ես այդպես գիտեմ։ Գուցե ինչ որ բաներ մի քիչ հետո առաջ կամ վերև ներքև չեմ կարող ասել, բայց հիմնական այդպես է։ Հիմա նայեք ինչ ասում Աստվածաշունչը 13-ի 11 խոսքում ժամանակն է քնից արթնանալու։ Գիտեք, իրականում շատ անգամ քրիստոնյան, գիտեք, երբ է սկսում քնել, եւ որ ինքը մտածում իր մոտ ամեն ինչ լավ է։ Գիտեք, ցանկացած զինվոր, որը որ կանգնած է մարտական հերթափոխության, իրեն խիստ արգելված է քնելը։ Որովհետև հայերեն չէ դա, ռուսերեն են ասում, պոստին կանգնած է։ Ինքը իրավունք չունի քնելու, որովհետև օրինակի համար 1500 հոգի զինվորներ կազարմայում, հա, այդպես ասեմ, հայերեն տենց չհասկաց չեմ անում որնա որ ասեմ, քնած են
Եվ այդ 5-10 զինվորը, որ կանգնած են պահակակետում, մենք միշտ post ենք ասում, իրենք հսկում են, հարկ եղած դեպքում իրանք սեղմում են այդ կոճակը, որ դες ճշտամին մոտենում է։ Գիտեք, մի քանի տարիներ առաջ 15 զինվոր մահացան, արդեն իսում այդ իրենց կազարմա կոչված տունը երբ որ այրվեց։ Եվ բոլորը քնած էին։ Բոլորը քնած էին։ Եվ իդեք եթե դա ցերեկով լիներ, գուցե ոչ մեկը չմահանար։ Հիմա նայեք ինչն է հետաքրքիր։ Իհարկե դրան տարբեր վարկածներ կա, չեմ ուզում հիմա որովհետեւ բաներ ասեմ։ Այդպես միշտ մի բան եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Զինվորը այն անձնավորությունն է, որը որ ամեն միացած փոքր ձայնից կամ մի հատ միշտ ինքը զգոն վիճակ է, որտեղ ամեն ժամանակ ասում եմ, «Բաջոմ» ինքը միանգամից վերակենում։ Եվ չէր կարող այդ աղմուկների ժամանակ այդ զինվորները չարթնանային, սա իմ անձնական կարծիքն է։ Չեմ ուզում դրա մեջ որևիցե մեկը քաղաքական բնույթ փորձի գտնել ու տեսնել, բայց ամեն դեպքում մարդիկ քնած էին ու մահացան։ Գիտեք, սատանայի համար հեշտ է քնած քրիստոնյայի հարցերը լուծել։ Հիմա գուցե մեկ ասի, ով ջան, մենք եկեղեցում ենք, բայց քնած չենք։ Դու կարող ես եկեղեցում լինել, ընդཐུպ քնած լինել։ Եկեղեցում լինելով ընդཐուպ քնած լինել։ Գիտեք, ես երբեմն ասում որ մարդը քնած չի, երբ որ ինքը Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն ունի, Սուրբ Հոգու հետ հաղորդակցության ժամանակ լսում է իր ձայնը, հետևում է իրեն, ու գիտեք ինչ ամենահետաքրքիրը, որ ինքը հրահանգները լսում է։ Նայեք, երբ որ զինվորը արդեն կանգնած է այդ շարը հրապարակում, ինքը պատրաստ է լսելու հրաման։ Նստում ենք մեքենաները, բարձրանում ենք դիրքեր։ Նստում ենք օրինակի համար ձեր տեխնիկաները գնում ենք մարտական դաշտ։ Գիտեք, զինվորը երբ որ արդեն զգաստ կանգնած է շարը հրապարակում, ինքը պատրաստ է հրաման կատարելու, բայց երբ որ զինվորը քնած է, ոչ մի քնած զինվորի չեն ասում հավսար զգաստ։ Զինվորին ասում են հավսար զգաստ այն ժամանակ, երբ որ ինքը շարհարապարակում կանգնած է։ Հիմա նայեք, երբ որ ավետարանը ասում է հագրեք լուսո զենքերը, երբ որ մենք վերցրել ենք մեր զենքերը մեր վրա, ուրեմն մենք արթուն ենք եւ պատրաստ ենք կատարելու հրաման։ Ինձ արդեն հուշում են, որ կազարմեն զորանոցն է։ Հիմա նայեք, զորանոց, զորամասը չէ։ Այնտեղ պլակատի վրա գրել են։ Գիտեք, իրականում Աստված մեզ կանչում է մարտական գործողության։ Եվ ավետարանը ասում է, որ մեր պատերազմը մարմնի արյան դեմ չի։ Հիմա նայեք, առաջի պատերազմը սկսում է քո մտքերի մեջ։ Այն մարդ հոգնած ես մի քիչ պարկի քնի էլի։ Ինչ պարտադիր է շուտելն ես քնից։ Ինչ պարտադիր է մի ժամ շուտելն ես աղոթելու։ Ինչ պարտադիր է իրգունը մի ժամ շուտ պարկես քնելու։ 2 ժամ ավել եղի սոցցանցերում։ Բա մարդ ես էլի։ Գիտեք, այս վերջի արդարացումներից մեկը, դե հովիվ ջան, մարդ ենք, մարմնի մեջ ենք։ Մարդ ենք, մարմնի մեջ ենք։ Ու գիտես, երբ որ մարդ ես դիրքի մեջ, հա, մարդ ենք, մարմնի մեջ ենք, կարանք մեղանչենք, կարանք սխալվենք, կարանք դե մարմինը էլի խոմ հստակ չենք։ Գիտեք, ես կարող եմ ասել բնութագրել նման մարդու, որ ինքը քնած է։ Գիտեք, երբ որ մարդը իրականում զգաստ է, ինքը տեսնում է թշնամու մոտենալը։ Գիտեք, երբ որ զինվորը իր դիտակետում կանգնած է, ինքը տեսնում է, որ թշնամին մոտենում է, լսում է այդ ոտնաձայները, տեսնում է իր աստվերը, հիմա էլ արդեն այդ գիշերային հատուկ հեռադիտակներ կան, որ կարողանում են տեսնել, մինչև անգամ ջերմությունն է տեսնում, կենթանի է թե իրականում մարդ է։ Տեխնիկաները շատ են զարգացել, էլ կանսերվի կրուշկի կախած չի։ Հիմա նայեք, բայց երբ որ զինվորը քնած է իր դիտակետում, այդպես ասեմ, թշնամին կարող է առաջինը իրան վնասի ու անստի մնացածին։ Աստված մեզ կանչել է, որ մենք արթնանանք եւ մեր հովի տեսիքն էր զարթոնքը, որ մենք արթնանանք եւ ես վերնագրել եմ ժամանակն է։ Ժամանակն է, որ ամեն մեկս սկսենք նայել մեզ։ Քնած եմ թե արթուն եմ։ Դե ով ջան, եկեղեցում եմ, ուրեմն արթուն եմ։ Շատ լավ որ եկեղեցում ես։
Ես վերջերս մի խմբակում ասում իրական քրիստոնեություն երևում է մեր տանը։ Մենք մեր տան իրական քրիստոնյալիներ երևում է։ Ոնց եմ կեսուրիս մազերը ձեռիս մեջ վերցնում, ոնց եմ հարսից բմբլում, ոնց ենք մարդու կնուկ սաղերը իրար միսուտում։ Գիտես իրականում մեր իրական քրիստոնեությունը մեր տան մեջ։ Ոնց են երեխենում մամա եկեղեցում հրեշտակ են երկուսնել, վաու, ասես փաթեթավոր եք երկուսնել տանը մեր տուն։ Բայց ասում ես լարի մեր տուն այդպես փաթեթավորել են։ Հասնում ես տուն, տեսնում ես գելու գազան են։ Գիտեք իրականում դա այդպես է, արտանալ է պետք։ Եվ վերցնել մեր զենքերը, լույսի զենքերը ու շարժվել առաջ։ Հիմա նայեք, ես ուզում եմ քեզ տանեմ մի հատ անձնավորության մոտ, որը որ Աստծո օծյալն էր, որ օծված էր մեծ բաներ անելու, բայց գիտեք ինքը որոշեց մի օր իր գլուխը դնել մի կնոջ ծնկներին ու քնել։ Գիտեք դատավորած գրքում մի հետաքրքիր մարդու մասին է պատմում, որի անունը Սամսոն է։ Եվ գիտեք ինքը մեծացել է հրեական ընտանիքում, եւ ինքը լավ գիտեր, որ հեթանոս աղջիկի հետ ինքը չպետք է փոխհարաբերություններ ունենալ։ Հրեա աղջիկները պարկեշտ էին իրենց հակուկապի մեջ, իրենց զարդաղենի մեջ, այսպես ասեմ, հեթանոսները ոնց որ հիմա բաց, բրախ, ոչ դուր կար, ոչ պատուհան կար։ Ու գիտեք ինչ հետաքրքիր, որ իրեն դուր էր գալի հեթանոսները։ Եթե դուք կարդաք ամբողջ դատավորած գրքում Սամսոնի պատմությունը, դուք կտեսնեք դա։ Եվ հիմա նայեք, Աստված օծել էր իրեն, տվել էր զորություն, որ միջև անգամ մի էշի ծնոտով հազարավորների կոտորեց։ Այն ժամանակ գրատ չկար, ԱԹՍ չկար, կարորի զենքեր։ Բայց գիտեք, մի անձնավորություն կար, որ կարողանում էր իրան քնացնել, ընել իր ծնկների վրա։ Եվ համոզում էր ամեն անգամ, ասա քո զորությունը որտեղ է։ Ինքն էլ հանակ էր անում, մեկը ստեղ է, մեկը ստեղ է, մեկը ստեղ է։ Եվ ուզում եմ առաջի տեղը կարդալ դատավորած 16, 14 խոսքում։ Նայեք ինչ է գրում։ Միջև այդ ինքը գլուխը փաթաթում է թրիկներով, կապում է մազերը, ցից է խփում, եւ նա այսպես արեց ու գործարանին ցիցով ամրացրեց ու նրան ասեց. Ով Սամսոն, փվշտացները քո վրա են գալիս։ Նա քնից արթնացավ ու ոստայնի ցիցը աղբով մեկտեղ քաշեց տարավ։ Գիտեք, քանի դեռ ինքը վերջնական չէր տրվել, այդ զորությունը իր մեջ գործում էր։ Եվ հիմա նայեք, դու կարող ես քնից արթնանալ եւ վերցնել քո զորությունը ու գործի դնել։ Բայց հիմա նայեք, 20 խոսքում այնտեղ նորից ինքը լացում է, նվնվում է, բա դու ինձ խափում ես, եթե դու ինձ սիրում ես, սենց արա, եթե դու ինձ սիրում ես, գիտեք, մեկ ուզում ներողություն խնդրել բոլոր քուրիկներին, մեկ կանեք նես մանիպուլյացիա են անում։ Եթե դու ինձ սիրում ես, այսպես արա, իմ համար չես կարող են ծառի ամենաբերևի այն ծիրանը քաղել։ Եթե դու ինձ սիրում ես, բարձացի մարդ լսիր, 100 կիլոնոց մարդա, բարձան այն ծառի ամենավերջի ծիրանին։ Այդ ջուրերը դիմանալու շելը բալեն ընկնել են ներքև։ Դա շատ տարիներ առաջ էր, մոտ 20 տարուց ավել առաջ, աշտարակում շատ, այսինքն ոչ թե շատ, вообще սուպերմարկետ չկար։ Գիշերվա ժամը 1-ից մի քիչ էր պակաս, կինս ասեց, բանան եմ ուզում։ Հայ կնիկ, ժամը 1-ն է, ինչ բանան։ Ինքը մեր երրորդ բալիկին էր սպասում։ Բանան եմ ուզում։ Այս ժամանակ էլ մեքենայի խնդիր էր կար։ Մենք ապրում ենք աշտարակի մի թաղամասում, մենակ այդ ժամը միջև մեկը մի հատի խանութ էր, որ բաց էր, այն մյուս կողմը։ Աշտարակը աճ ու ձախ ափերա կոչվում այդպես։ Ժամը 1-ին հելա գնացի հասա այդ խանութից բանան առա, բերի հասցրեցի տուն, էլ չեմ ուզում ուտեմ։ Հայ կնիկ։ Շո։ Ագիտես քանի ժամ եմ քայլել կոպիտ ասած։ Էլ չեմ ուզում։ Գիտեք,
Դա Աստված էստեղ ովքեր որ իրականում ամուսնանան ու լիքը տես խնդիրներ սարքեն իրանց ամուսների համար, դա ամենալավագույն տարբերակն է, բայց նաև կա հակառակ process-ը։ Որ դու ինձ սիրել ես շուբան կառնեիր։ Այդ շուբան ինչ անելու չգիտես, էլի, ում է ուզում զարմացնի։ Հիմա նայեք, այս կինը, սա մի քիչ հումոր էր, այս կինը կարողացավ իր ամեն ինչով Սամսոնից կորզել գաղտնիքը, որտեղ է իր զորությունը։ Եվ որ Սամսոնը արդեն sense հոգնած ասում է լավ, ասեմ պրծնեմ։ Գիտեք, ինքը այնքան իմաստություն չուներ, որ ամեն անգամ ինքը չէր հասկանում, որ եւ որ ինքը Դալիլային ասում է ինչ-որ մի բան, Դալիլան հակառակ իր համար թակարդներ է դնում։ Երբեմն մարդիկ ոչ stop, որ ասում է կուրորեն սիրահարվում են ու ոչ մի բան չեն ուզում տեսնեն ու հասկանան, ինչ է կատարվում իրանց հետ։ Եվ նայեք, այս մարդը այդպիսին էր։ Եվ 20 խոսքում ասում է կինը ասեց. «Ով Սամսոն, փղշտացիները քո վրա են գալիս», նա քնից արթնանալով ասեց. «Ելեմ ու մյուս անդամների պես շարժեմ, հա, շարժվեմ, այնտեղ գրածա ցնցվում, ասեմ տեսեք ես եմ»։ Նա չէր իմանում, թե Տեր իրանից գնացել է։ Գիտեք ինչի, որովհետև Դալիլան մազերը կտրել էր։ Փղշտացիները նրան բռնեցին, նրա աչքերը փորեցին ու նրան գազա իջացրեցին, ոտնակապերով կապեցին ու նա բանտի մեջ աղորիքի քարեր պտտացնում։ Գիտեք, շատ անգամ սատանան ուզում է ամեն գնով քեզ քնացնի, հոգևոր քնացնի, որ դու չտեսնես իր թակարդները, չտեսնես այն ամեն ինչ որ ինքը պատրաստում է քո համար։ Եվ գիտեք, առաջի բանը, որ սկսում է մարդու կյանքի մեջ, դու շատ հոգնած ես, քեզ հանգստանալ է պետք։ Իմ կինը խնդում է։ Իրականում ժամանակ առ ժամանակ մեզ հանգստանալ է պետք, բայց ոչ հոգևոր գործերից։ Եվ գիտեք, շատ անգամ մարդիկ ինչ են անում, հա, իրոք։ Եվ հիմա նայեք, ես մարդիկ եմ տեսել, որ արձակուրդ են վերցրել ծառայությունից, բայց չեն կարողացել արձակուրդ վերցնել աշխատանքից։ Դուրս է գալի ծառայությունը խանգարում է մարդուն, բայց ինքը ուզում է աշխատի։ Ու ես շատ անգամ ասել եմ, այդ դեպքում ինչի չեք արձակուրդ վերցնում նաև աշխատանքից։ Ինձ արձակուրդ կտակ եկեղեցում, օրինակ պատկերացեք մեր փառաբանության ավակն ասում է, ինձ 1 ամիս արձակուրդ տվեք, ուզում եմ գնամ հանգստանամ, ասեմ, իսկ ինչ ես անելու։ Մի քիչ ավելի շատ եմ դաշտերում աշխատելու, որ հասցնեմ, ասում ես, այդ դեպքում դու ուզում ես ծառայությունից արձակուրդ վերցնես, ոչ թե իրականում ուզում ես հանգստանաս։ Եվ սատանը հա իրոք ճիշտ է, դա այդպես է, գնա մի քիչ հանգստացի։ Եվ որ ես շատ փոքր էի, տարապես 10-11 տարեկան հիշում եմ, հենց մայրիկիս բազմոցի վրա նստած տեսնում էի պարապ, ձեռքերին են բաներից գործելուց չէր լինում, ես այն որ տեսել եք մուլտիկները ոնց ասեն եթում, ես այդպես գնում ես պարկում եմ գլուխս դնում եմ ծնկների, մամաս իր կոշտ ձեռքերով սկսում էր մազերս հետ խաղալ, հետո խեղճ երնում էր, եկալում էին ոտու ձեռը էին անում, իսկ տանում էին տեղերս քնցնելու, որտեղ որ քնում էլ չէի արտանում։ Հիմա մեր տանը հակառակ process-ն է։ Կինս հաշվում է 1, 2, 3 աղջկաս ոնցո բարձնում վերմագբեր, papan էլ վերև չի ելնելու, ցալում քնելու է։ Գիտեք, իրականում սատանան ամբողջովին ուզում է, որ դու այդպես քնես։ Ինչի իր նպատակը մի բան է, երբ որ դու քնում ես, ինքը կարողանում է քո զորությունը քեզանից վերցնի, որ տրված Աստծուց։ Գիտես, իր գլխավոր նպատակը քրիստոնյային քնացնելու մի բան է, այն զորությունը, այն օծությունը, որ քո վրա է, ինքը քեզանից վերցնի։ Իր նպատակը ինչի, որ դու քնես հանգստանաս։ Հա, մեղքա, թող մի քիչ քնի, հա, մեկ տենց ասում եք, չէ, մի հանեք քնից, թող մի քիչ քնի հանգստանա։ Դե բարև ձեզ, էլի։ Ինքը ուզում է քնես հանգստանաս, որ ունես իր գլուխը ջարդես, իր նպատակը մի բան է քեզ քնացնելու, այն զորությունը, այն օծությունը, որ Աստված դրել է քո վրա իր գլուխը ջարդելու համար, որ դա քո ձեռից տանի։ Դուք պատկերացրեք, երբ որ Սամսոնը արթուն էր, ոչ մի կերպ չեն կարողանում իր
Այս բառը օգտագործեմ, չգիտեմ ինչ են, հախից գային, հա։ Ոչ մի կերպ չէին կարողանում։ Բռնում էր աղվեսներին կապում էր, պոչերը, կրակները դնում էր պոչերի արանքում ու ուղարկում էր փղշտացների դաշտերը։ Աղվեսները երևի այդ կրակից վախեցած վազում էին։ Շատ անգամ երեխեքը չարացություն են անում, չէ՞։ Բռնում են կատվի պոչից են կանսերվի բանը, համանը կապում են ու ինքը որ դնգլ ձեն անում, այդ էլ վախից վազում է։ Վազում ենքան մինչև սիրտը տրակում է։ Մենք ասես ինչ է սովորացնում հորվես երեխեքին։ Այդ մեր փոքր ողսա չարացություններն են եղել։ Գիտեք իրականության մեջ սատանայի ամբողջ նպատակը սա է։ Քեզ քնացնի, որպեսզի քո ձեռից զորությունը տանի։ Մեկ, ինչ եք մտածում, այդպես ուշ կգնում էր, հա, Եվայի համար։ Եվա, ես քեզ սիրեմ եմ։ Եկել եմ քեզ ասեմ, որ այդ պտուղը լավն է, կեր։ Գիտեք, իր գլխավոր նպատակը մի բան էր։ Իրոք Աստված ասեց այս դաշտի պտուղներից չուտեք։ Գիտեք, ինքն այնց հարցադրումներով է գալիս։ Նանիկարա, ուզում եմ քեզ, գիտես ինչ, իրավիճակը փոխի։ Հա, Աստված ասեց ամեն ինչից կարանք ուտենք, բացի այս մի պտղից։ Ասես գիտես խիչի ուզում ուտեք, որ ուտեք չարին բարը կիմանաք։ Աստծո պես կլնեք։ Ես ուզում եմ Աստծո պես լնեմ, որտեղ գիտեք ինքն էլ էր ուզում Աստծո պես լներ։ Դրա համար վայր ընկավ։ Ինչի՞ չասեց իմաստուն կլնեք, ինչի՞ չասեց հետո կմեռնեք, ասեց Աստծո պես կլնեք, որտեղ իր փափագն է, ինքը լիներ Աստծո պես, գա Աստծո գայից բարձր դներ, եւ այդ նույնը մատուցեց Եվային։ Եվ գիտես ինչ եղավ։ Նեմարս մշտերախ կոցը հելավ։ Հետո մարդ եկավ, ասեց, այ մարդ, լսի, այսի որ ուտենք Աստծո պես են կլնելու։ Ու գիտեք շատ մարդիկ մտածում են, այ որ հելեմ կանգնեմ այս կաֆեդրայի մոտ, բարձրախոսը վերցնեմ ձեռս ու գոռամ, հալելույա։ Օծությունս ես բոլորին տապալելու եք հետին։ Ու սաղ կյանքած ինձ ինչի բարձրախոս չեն տալիս, որ գոռամ այդ հալելույա սաղնեն գետնին։ Ասում ես ամբողջ շաբաթ անցնում է եկեղեցու մի օր քեզ չենք տենում, մի օր ծառայության չենք տենում, մի օր չգիտեմ ստեղ չենք տենում, ու դու քո կարծիքով որ ելար գոռացիր հալելույա սաղնելու գիտին։ Գիտեք իրականության մեջ սատանայի գլխավոր նպատակը սա է։ Աստծո պես կդառնաս։ Եվ Եվան կերավ։ Ու երբ որ Աստված քայլում էր պարտեզի մեջ, ասեց Ադամ, ուր ես։ Ադամ ասեց քունս տանում էր, գնացել եմ քնելու։ Գիտեք, երբ որ մարդը հայտնվում է այդ վիճակում, արդեն քունը տանում է։ Էլ չի ուզում Աստծո հետ շփվի։ Գիտես, այն մարդիկ, ովքեր իրականում արթնություն են ապրել, իրանք կարող են վկայել ու ասել, որ իրանք ժամերով կարան աղոթքի մեջ լինեն ու չհոգնեն։ Բայց գիտեք, ես շատ քրիստոնյաների եմ հանդիպել, որոնց որ սկսում ես իրանց հետ աղոթել, մեկ էլ զգում ես, որ 2 րոպե հետո արդեն քիչ է մնում հորանջելուց ծնոտը պոկվի։ Բայց այդ նույն քրիստոնյան մի ժամանակ կրակոտ աղոթում էր։ Ինչ եղավ։ Մեկը փափուկ բարձ դրեց գլխի տակ։ Մենք մեր հայկական ժողովրդի խոսքի մեջ ունենք, չէ՞, փափուկ բարձ են դրել գլխի տակ։ Գիտեք, նպատակը մի բան է, քնելը, որպեսզի դու չտեսնես այն ինչ որ քո շրջապատում կատարվում է, եւ այդ փափուկ բարձը նաեւ մարդիկ դնում են մեկ-մեկ ու գլխի տակ, որ չտեսնեն ոնց են իրաց գլխին սարկում։ Փափուկ խոսքերով կգաս իմ համար վարկ վերցնես։ Գիտես ես ինչքան լավն եմ։ Կանչում է իրանց տուն, կոֆե խմցնում, հացատալի, ջուր տալու, ասում ես ես մարդում ես։ Գիտեմ էդ հայերեն չի, հայտնին մարդ չկա։ Այ սուպրա սեղանա գցե։ Հետո մեկ էլ ասում ես ինձ սև ցուցակ են գցե։ Ես ուրիշի երաշխավոր եմ եղել։ Իմ համար վարկ կվերցնես, ես ախ կփագեմ, բա գիտես որ ես Դուրս ես մարդուն ոնց մերժեմ։ Հենց վարկը վերցնում տալիս է։ Հետո բանից պարզում է տունը իրանը չէր, այդ սեղանը իրանը չէր, այդ կերածն էլ ուրիշից ասել էր պարտքով ղրգել են,
Սենց մի սենց լիքը մարդկանց սենց տեղը տեղին ու մանեն գալի չկա ու չկա։ Են Պեպոյի բարատել ասում Պեպո ջան, էստի էլ չկա, էստի էլ չկա, չկա ու չկա։ Գիտեք իրականության մեջ դա այդպես է։ Եվ որ թմիրը գալիս է վրեդ, ոչ մի բան չես տեսնում։ Գիտեք մի բան ասեմ սիրելի եկեղեցի կամ այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեն, ամեն քաղցր խոսք չի որ սրտից է հելնում։ Ամեն քաղցր խոսք չի որ քեզ բժշկություն է բերելու։ Դու պետք է արթուն լինես ու հասկանաս, այդ խոսքը քեզ ուր է տանելու։ Իրոք եւ այդ ամեն ինչից պիտի ուտեք։ Չէ, սենց է։ Ասես լսե հենց ուտես Աստծո պես ես դառնալու, ես ասում ես Աստված եմ դառնալու։ Ու դա շատ անգամ այդպես է ծնվում։ Մի բան ասեմ ձեզ։ Միշտ հիշեք, այն մարդիկ էլ ովքեր մեզ լսում են, միշտ հիշեք, ձեզ սիրող մարդիկ նաև ձեզ խրատելու են։ Ձեզ սիրող մարդիկ նաև ձեզ ընդཐུպ հանդիմանելու են։ Ձեզ սիրող մարդիկ ձեզ շտկելու են։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ձեզ միշտ ասում են դու լավն ես, լավն ես, լավն ես, լավն ես, լավն ես, լավն ես, ոչ մի անգամ չեն ասում որ գիտես կա մազերը բիզբիզ է։ Գնա հայելու մեջ նայ սաներվի, այդ մարդը երբեք քեզ չի սիրում։ Բայց թվացյալ քեզ սիրում է։ Չի ուզում միջև անգամ քեզ ասի, ընկեր, զարթնի, ժամանակն է, զարթնի, զենքերը կապի վրա գնում ենք մարտի։ Գիտեք այդ մարդիկ երբեք ձեզ չեն սիրում։ Գիտեք ինչի, ես հիմնավոր եմ իմ ասած Աստծո խոսքով։ Ավետարանը ասում է ում որ սիրում եմ, նրան խրատում եմ։ Նրան խրատում եմ։ Ու երբ որ քեզ միշտ գովում են, զգուշ եղի։ Այդ որ քեզ միշտ գովում են, գիտես ինչ են անում։ Ես չգիտեմ դուք ոնց եք ձեր երեխաներին քնացրել, ես եկնեմ երեխեքին ասեմ, սկսել եմ երգել, ժամանակ եղավ աղոթել եմ իրանց համար, ժամանակ եղավ կնգասեմ ոչ դու պարկի քնես կքնացնեմ, հրցել եմ սկսել եմ երգել, պագել մեկ էլ տիրոջ ներկայություն իջելա։ Երեխես անուշ քնլատարել եմ իրա տեղերի մեջ, ես էլ ցեցի խարին, գնացել եմ բարամ, ես էլ մտել եմ տեղ ասեմ չզարթնի։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, վայ, բա որ ասեմ կնեղանա։ Գիտեք, եթե դու սիրում ես, դու իրեն ասես։ Ոչ թե բոլորին ասես, այլ իրեն ասես։ Զանգես այդ քրոջ այդ եղբորը ասես, գիտես, դու ինչ ես սիրում, մրգով տոր, չէ։ Առած գալիս եմ։ Կոֆե չունեի, չէ, ես կոֆել եմ այդպես բերե։ Գալիս եմ ձեր տուն կոֆե խմելու։ Գնաց գիտես ինչ, ոչ թե եկեղեցու առաջ կանչես, նույն ջան կգաս, ես ունեն ընկավ, ջուլին թռելա։ Գիտես կանչես սաղի մոտ ասես, հիմա նայեք տեսեք, նույնայի մազերը կտրելու ենք, որտեղ երկար է։ Ոչ թե բոլորի առաջ ես այդպես ասելու, մերսի նույն ջան, կարաս նստես, կգնաս իրաց տուն կասես լսի, բալես, այդ որ մազերդ երկար է, քո առողջությանը լիքը վնաս է տալիս, սենց անում, նենց անում, զուտ օրինակն եմ ասում, ես չգիտեմ իրականում։ Ոչ թե բոլորի մոտ ես ասում, այլ գնում ես իրան սերելով խրատում ես իրեն։ Եվ որ դու բոլորի մոտ հիմա կանգնեցնեմ ու ես իրան ինչ-որ բան ասեմ, դա կնշանակի առաջին իրեն ցածրեցնում եմ։ Եվ գիտեք, ես կուզենամ, որ ինքը քնից արտանա։ Կգնամ կասեմ։ Բայց երբ որ գիտես, ուզում եմ ինքը քնած մնա ինձ ձեռը տալի։ Գիտեք, մեր սպան քնած էր եւ թշնամու սպան կացինով սպանեց իրեն քնած տեղը։ Որովհետև այդ սպան լավ գիտեր, որ երբ որ այդ սպան արթուն է, կարա այսպես ասեմ մի քիչ իմ բառերով, վիզը ոլորի։ Դրա համար սպասեց այն շակալների պես, միջև որ կքնի, կացինը վեգալես գնաց, քնած է, կանի քնած տեղը սպանեմ։ Որտեվ ինքը լավ գիտեր, երբ որ այդ սպանը արթուն լինի, անենց հախիս կգա, որ չգիտեմ, այդ որ երկրում որ զորավարությունը միջև իր երկիրը, չգիտեմ, ուռա գորալով կվազի։ Սպասում էր որ քնի այդ սպան։ Գիտեք, թշնամու ծրագիրը սա է։ Քեզ քնացնի, որ քեզ կացինով սպանի։ Որտեվ ինքը լավ գիտի, երբ որ դու արթուն ես, դու կմռնչաս։ Ու գիտես ինքը փախնելու է։
Գիտեք մի մարդ կար Աստվածաշնչում, թագավոր էր։ Քանի դեռ ինքը արթուն էր, Դավիթ իրանից փախնում էր։ Բայց խորը քնած էր։ Առաջի թագավորած 26-րդ գլխի մեջ դուք այդ ամենը կարող եք կարդալ։ Ես միայն կարդալու եմ 12 խոսքը։ Իրա զորքետ քնած էին։ Սենց կոպիտ ասած մեր ժողովրդական լեզվով արխային քնած էին։ Դավիթն ով է որ կարողանա բանակ մտնի։ Եվ իմանայք 12 խոսքում ինչ ասում, եւ Դավիթը Սավուղի գլխի մոտից նիզակը ու ջրի կուժը վերցրեց ու գնացին։ Եվ տեսնող, իմացող կամ արթնացող չեղավ։ Գիտես, երբ որ դու քնում ես, թշնամին գալիս է քո զենքերը տանում է։ Իսկ դու առանց զենք իր դեմ չես կարող կռվես։ Եվ իր գլխավոր նպատակն է քեզ քնացնի, որպեսզի քո զենքերը տանի քո ձեռից։ Իսկ երբ որ քո զենքերը տանան քո ձեռից, հավատացեք, դուք ուղակի թիրախ եք։ Ռուսերեն մեշեն են ասում։ Որտեղ ոչ հավատքի վահան ունես, ոչ ճշմարտության գոտին ունես, ոչ արդարության զրա ունես, ոչ փրկության սաղավարտը ունես, ոչ կոշիկներ ունես ավետարանի, ոչ մի բան չունես։ Ոչ էլ սուրը ունես, որ կարողանաս ճոճել, որ աս մահաճից ու ձախից կտրում, հա, դեմ հետև, որ իր խոսքն է։ Իր գլխավոր նպատակն է քո զենքերը տանելը։ Ոնց որ Սամսոնին ասեց, Սամսոն հել, եկան։ Հելավ ասեց, ես ստես ինչ եմ անելու, եկել երևի իմ սա իմ պատկերացումն է։ Ձեռը տարավ գլխին, տեսավ էլ մարդ չկա գլխին։ Ու գիտեք ինչ եղավ։ Աշկերը հանեցին, տարան կապեցին մի հատ էրգանքի քարի ու սկսեց պտտել։ Գիտեք սատանայի նպատակը սա է։ Քեզ քնացնի, քո զորությունը, քո զենքերը քո ձեռից վերցնի, որ սկսի իր համար բան անես։ Նկատել եք այն քրիստոնյաները, ովքեր որ նահանջում են, այն քրիստոնյաները, ովքեր որ մի ժամանակ եկեղեցում են եղել, առավել եւս մի փոքր sense ակտիվ են եղել, ու երբ որ սկսում են նահանջել, գիտեք, բոլոր եկեղեցին սխալ է, 150 հատ հովի համար կեղտ են ման գալիս, այս ծառայողները համար կեղտ են ման գալիս, չեղած տեղը սկսում են բաներ հյուսել, որտեղ քնած են։ Եթե սատանան տվել է իրան, ինքը աղում է, պտտվում է։ Ինչ լցում են ինքը դա աղում, ինքը չի որոշում, չէ, ես դա չպետք է աղամ, ես այսի պետք է աղամ։ Ես վարսակի փոխարեն պետք է գարի աղամ։ Վարսակ են տալի, վարսակ աղում։ Գիտեք այդ ժամանակ սատանան ինչ մատուցում է, ինքը ուզած չուզած դա է անելու։ Բայց գիտեք արթուն քրիստոնյաները երբեք այդպես չեն վարվում։ Գիտեք մի փոքր հետ որ կարդա կտեղ Աբեներ ասում է Տերը տվել է մեր ձեռը, արի հարցերը լուծենք։ Ասում է լսի, քիչ բարերով ասում, խելքը թրծրել ես, ես Աստծո օճալի դեմ ձեռք կբարձրացնեմ։ Գիտես որ դու արթուն ես, երբեք նման բաներ չես անում։ Դու ստեղ ես։ Գիտեք թշնամու գլխավոր նպատակը մի բան է, քո զենքերը քեզանից գողանա։ Իսկ դու առանց զենք մարտի դաշտում պարզապես թիրախ ես։ Ռուսերեն ասում են մեշը։ Դու վազում ես եւ թշնամու դիպուկահարը նստած սպասում է հարմար պահի, որ քեզ խփի։ Գիտեք մի երկու օր առաջ ինձ մեծ հետաքրքիր գովազդ եկավ այդ ֆիլմ էր, որի չգիտեմ վերնագիրը ինչպես էր, բայց մի դիպուկահարի մասին էր, որ ռուսերեն կոչվում է գլազարյոլ, որ 4000 մետրի վրայից կարողացավ խփել։ Եվ հետո իր ընկերոջը խփեցին, ինքը որոշեց իր ընկերոջ ընտանիքին ծառայել։ Ու շատ հետաքրքիր ֆիլմ, ինձ այնքան իմաստություն տվեց այդ ֆիլմը, որ 4000 մետրի վրա ինքը կարողացավ թշնամուն խփել։ Ու իրան ասում էին դու գլազարյոլ, այսինքն արծվի տեսողություն ունես։ Եվ հիմա նայեք, եթե դու կարդաք Աստվածաշունչը, հայտնության գրքի մեջ երկու դեմքերից մեկը առյուծի դեմքն է, մեկը արծիվի դեմքն է։ Գիտեք, արթուն քրիստոնյան այդ 4000 մետրի վրա, այդ ֆիլմի հիման վրա եմ ասում, կարող է տեսնել
Իսկ քնածը մի մետրի վրա էլ չի տենում։ Գիտես, երբ որ դու արթուն ես, սիրելի եղբայրս, քույրս, դու կարող ես տեսնել թշնամին ոնց է այնտեղ բաներ հյուսում, ու դու դրա ճիշտ հակառակը կանես, որովհետև թշնամին նստած պլանավորում էր ոնց անել, մարգարեն գալիս ասում է, լսեք, ձեր զորքերը սենց չանեք։ Ես այստեղ կդնեք, ես այստեղ կդնեք, ես այստեղ կդնեք։ Մեկ էլ նորից պարտվում էին։ Այն կարգի, որ թագավորը կատաղեց ու ասեց, մեր մեջ լրտես կա։ Ասեցին, լսի, ձեր մեջ լրտես չկա, դե մարգարե կա։ Դու ստե ինչ մտածում ես քո տեղաշորի վրա, ինքը արդեն Իրաստան մեջ ինքը գիտի ինչ ես դու մտածում։ Ասես գնացեք բռնեք բերեք։ 150 ցենց զորավորներ եկան։ Ու մարգարեն ասեց, մեծ աշկերը փագելի։ Ճղկելը փակ, մեկ էլ գազման էին գալի։ Բերես բոլորին Սամարիա, թագավորը սրանք իմ գեներ են, ջարդեմ, փրթեմ, ասեց հոп, հոп, մի քիչ բարերով եմ պատմում, հա։ Ասեց սրանք քոնը չեն։ Ասեց տեր ջան, սրանց աշկերը բացեց, ես ուր ենք։ Ասեց հիմա սրանց գերցրեք, խմցրեք ու հետ ուղարկեք։ Գիտեք, արթուն մարդիկ տեսնում են։ Քնածները ջարդում փրթում են, առանց հասկանալու թե ուր են կրակում։ Իսկ քնածները, արթունները գիտեն ինչ են անում, քնածները չգիտեն ինչ են անում։ Դրա համար ժամանակն է, սիրելի եկեղեցի, որ մենք արթնանանք ու սկսենք, գիտեք ինչ անել, շարժվել Աստծո հոգով, շարժվել զորությունով, շարժվել այն ծրագրերով, որը որ ինքը ունի։ Այլապես թշնամին քո զենքերը, քո զորությունը վերցնելու է եւ հայտնվելու ես ոմանց կարգավիճակին, որոնք որ ասում են, ինչի է որ մենք աղոթում ենք, ոչ մի բան չի լինում, բայց այս մարդը հենց աղոթում է դևերը ակտիվանում են։ Անգնելոս այդ մրցակցության մեջ։ Եվ այդ մրցակցությունը այդ մարդկանց բերեց հասցրեց նրան, որ իրենք չգիտեմ իրանք որտեղ են։ Գիտեք, սա ցավալի է։ Սա ցավալի է։ Խնդրեմ գաք նվագեք էլի։ Որտեղ սատանայի ամբողջ նպատակը սա է։ Քո վրա բերի մահվան քուն։ Գիտեք, մեր ավակովը այս տարի հռչակել էր զարթոնքի տարի, որ պետք է մենք զարթնենք։ Գիտեք, հիմա այսպես ասեմ, մենք ժամանակ է լինելու տարբեր թեմաների շուրջ խոսելու ենք, որ դու զարթնես քո աղոթքի կյանքի մեջ, զարթնես ծառայության մեջ, զարթնես, գիտես, Տիրոջ հետ փոխհարաբերության մեջ, խոսքի մեջ զարթնես։ Ուզում եմ ազնիվ լինեք ձեր հետ։ Ամեն մեկը ձեզ երեք օր ասում էր գնաս ամենալավ պատասխանը հայելու մեջն է։ Նայ հայելու մեջ ասա։ Օրական քանի ժամ ես սոց ցանցում եւ օրական քանի ժամ ես Աստվածաշնչի առաջ, օրական քանի ժամ ես աղոթքի սենակում, օրական քանի ժամ ես փառաբանության ու երկրպագության մեջ եւ օրական քանի ժամ ես սոց ցանցերում ուղղակի թրև գալի։ Եթե դու իրականում եկեղեցու մեդիա ծառայող ես, որը որ պետք է ոնց որ սոց ցանցերը կառավարես, դա նորմալ է։ Բայց եթե դու պարզապես նայում ես թե լավ է որ Վարդուշի այստեղ չի, Վարդուշի հարցը ինչ շորա հակե, Սիրուշի մարդը ուրա գնաց է, ով ինչ խաշլամա կերավ, ով ինչ չգիտեմ ինչ կերավ, ոնց արեց։ Գիտես, հավատացեք, դու քնած եք։ Ասես ինչ անեմ, բայց մտնում եմ սոցցանցեր, եկեղեցու նյութերը բան եմ անում, կիսվում եմ, հա, որ իմ ընկերներն էլ տեսնեն։ Դա 3 րոպե։ Այդ 3 րոպե։ Մեր մեդիա ծառայողը որ ինձ նյութեր ուղարկում ես, մենք վերցնում դնում եմ մեջերի վրա, դա տևում է 3 րոպե, ոչ ավել։ Բա այն 4 ժամ 57 րոպեն, հա, դա լայմ ես ուրիշի տեղադրածները։ Եվ էլ ժամանակ չի լինում։ Ես ուզում եմ հասկանամ, ինչի դու կարող ես մինչև գիշերվա ժամը 2-ը Facebook-ում վերև ներքև անես, բայց չես կարող 5 րոպե Աստվածաշնչի առաջ կանգնել։ Չես կարող 15 րոպե կամ կես ժամ կանգնել աղոթքի ձեռքերդ բարձրացնել ու սկսել երկրպագել։ Տեր, ես քո ներկայություն եմ ուզում։ Սիրելի եկեղեցի, մի բան ասեմ, քնածները կարող են աղոթել, միջև անգամ մի ժամ աղոթել։ Ինչ ասես աղոթեն։
Դրա համար Հիսուս ասաց շատախոս մի եղեք։ Բայց արթուները գիտեք ինչ են անում։ Դեր մենք քեզ ենք ուզում։ Քո ներկայությունն ենք ուզում։ Քո հետ շփում ենք ուզում։ Չենք մտնում ծննդոցից հայտնությունից դուրս գալի։ Քեզ ենք ուզում։ Ուղղակի քեզ ենք ուզում ու վերջ։ Արի քո ներկայությամբ։ Գիտեք ժամանակը եղել, երբ որ իր ներկայությունը եկել է։ Մի բան ասեմ մարդու չասեք։ Բառերը ավելորդ են եղել։ Միայն կարողացել եմ մի բան ասեմ։ Սուրբ ես, սուրբ ես ու սուրբ ես։ Ու վերջ։ Չեմ ասել։ Այ հիմա ամենալավ ժամանակ ինքս տե ներկայ է։ Նայ, ոսկիս քարը պետք է հանվի։ Սրտից չգիտեմ կլապանը պետք է փոխվի։ Կոշիկ պետք է առնենք, մատորս պետք է ռեմոնտ արվի։ Տունս կաֆե չկա։ Այս մարդը սենց, կնիկը սենց։ Գիտեք, գիտես իր ներկայության մեջ էլ չես կարողանում ոչ մի բան քեզ հետաքրքիր չի։ Ոչ մի բան հետաքրքիր չի։ Իր ներկայության մեջ քիչ ես էլ ասում Տեր բժշկի ինձի։ Իր ներկայության մեջ մենակ մի բան ես կարողանում, ուղղակի երկրպագես իրեն։ Սուրբ ես։ Գիտեք, ես չգիտեմ ինչքան ժամանակ ուղղակի քետնի վրաս ես փռված ես ինքն իրեն ասել եմ դու սուրբ ես։ Ավել ոչ մի բան։ Պարզապես դու սուրբ ես։ Չեմ ասի լավ է, Տերն եկել է, Տեր ջան, եկեղեցում սենց խնդիրներ ունենք, արևային պիտի տեղադրենք, դարպաս պիտի փոխենք, այս մեկը պիտի անենք, այս մեկին սենց պիտի անենք։ Գիտեք, հետաքրքիր չի եղել ընդհանրապես ոչ մի բան։ Ինձ հետաքրքիր չի եղել ժամանակ ոչ մի բան։ Ես ասել եմ, ես չեմ ուզում քո ներկայությունը կորցնեմ։ Գիտեք, երբ որ մեր աղոթքի կյանքը իրականում փոխվում է, երբ որ մենք արթնանում ենք ու սկսում ենք քեզ եմ ուզում Տեր։ Ուրիշ բան չեմ ուզում։ Քեզ, քո ներկայությունը։ Երեխեքս կոշիկ էլ կհագնեն, դու հաց էլ կուտեն։ Գիտեք, մի բան ասեմ։ Ես էլ մարդու չասեք։ Չկա մի մարդ, որ մահացել է, դες բոլորը մահացել են։ Բոլորը շարունակել են ապրել։ Բայց ինքը ուր է հայտնվել, այդ է հարցը։ Այդ դեպքում ինչ ենք մենք այս կյանքում, ուզում բոլորի համար լավ է լինի, բայց չենք էլ ուզում հասկանանք, որ կա մեկը, որի ներկայությունը ամեն ինչից վեր է։ Իր ներկայության մեջ ապրենք, էլի բոլորի համար կարա լավ լինի։ Գիտեք, դժոխքը գիտեր այդ օրը, որ ինքը գալու է։ Ինչ ասես հանեց մեր դեմ։ Բայց գիտես իր ներկայության մեջ, ես ընդամենը մի բան էի կարող ասել, դու սուրբ ես, դու սուրբ ես։ Ավել բան չէի կարողանում աղոթել, չէի կարողանում ասել, գիտես Տեր, այս խնդիրը ունեմ, այս խնդիրը ունեմ, այն խնդիրը ունեմ, դու սուրբ ես։ Գիտես, երբ որ դու իր հետ իրական հանդիպում ես ունենում, դու ուրիշ բաներ չես կարող ասել։ Կարդացեք ամբողջ Աստվածաշունչը, որ ժամանակ, որ Տիրոջ ներկայություն իջնում էր, մարդիկ բերենքսի վայր ընկած, մենակ մի բան են կարողանում անել, իրան երկրպագել։ Ավել բան չէին կարողանում անել։ Կարդացեք Հայտնության գիրքը, ասում է 24 երեսները, իրանց պսակները անած գցում էին, ասում էին սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես։ Գիտեք, իրականում դա այդպես է, երբ որ իր իրական ներկայության մեջ ես, իրան մենակ կարող ես երկրպագել։ Դե հով ջան, լավ էլի գալիս ենք եկեղեցի աղոթում ենք, խոսքը լսում ենք, գնում ենք, խաղաղվում ենք։ Գիտեք, երբ որ ինձ ասում են, երբ որ գալիս ենք եկեղեցի, այնպես լավ է, ովիվ ջան, խաղաղվում ենք, եթեմ ենք տուն։ Ասպես լսեք։ Լավ է, որ խաղաղվում եք, բայց վատ է, որ իր ներկայությունը թողում եք, ստե դատարկ եք գնում տուն։ Իր ներկայությունը, երբ որ ամեն ժամանակ ձեր հետ, ամեն ժամանակ ձեր ներսում այդ խաղաղությունը կլինի, բայց գիտեք, քնած մարդիկ չել հասկանում ինչ անում։ Գիտեք, երբեմն մարդկանց մոտ դու քնած լավ խռսնում ես։ Այ բալամ ասում ես ո՞նց եմ խռսնում։ Ասում դու քնած ես, ո՞նց կիմանաս որ դու խռսնում ես։ Գիտեք, ով որ արթուն ինքն է լսում որ մեկը խռսնում է։
քնած մարդ ինքը չգիտի ոնց է խռաստում։ Մի շատ հրաշալի հովիվ ունենք հիմա երկնքում, հա։ Մենք կոնֆերանս էինք Վրաստանում։ Այդ շենքը, որտեղ որ մենք մնում ենք, բոլոր պատերը գիպսակարտոնով էր կտրտած։ Մենք երկու սենակ էս կողմ էինք, երկու սենակ են կողմներ, բայց որ ինքը խռաստում էր, երկու սենակ էս կողմ, իրա խռոցը լսում է, ստիպած ինքը մի ուրիշ տեղ էր քնում, որ ոչ մեկի քնից չանի։ Եվ տենց գնացել էին կոնֆերանսի կամ կոնգրեսի չեմ հիշում Շվեդիա, այդ գալուց դες պատմում էին ով է շատ խռաստում, ով ես մեկ իրան ասել, ախր դու դա обратно ես խռաստում է, մենակ դու դա չես խռաստում։ Գիտեք իրականում որ բայց որ իրան ասում է դու խռաստում ես, քո չեմ խռաստում, որտեղ մարդը քնած է, ինքը չգիտի ինչ է անում։ Սելի եկեղեցի է, որ դու հոգևորապես քնած ես, դու չգիտես ինչ ես անում։ Բայց որ դու զարթուն ես, դու գիտես, այդ ճշտամին մոտեցավ ինձ։ Իրոք կարող ես ուտել։ Չէ։ Տերը ինձ ասել է չենք ուտում, չենք էլ ուտում։ Ադամ, այ տեսես, վեսոցը вообще մեր պարտեզում չկար, որտից է հայտնվել։ Գիտես որ հովիվը քեզ չի սիրում։ Ես տենց էլ մտածում էի։ Որովհետև այն օրը հիշում ես, որ եկավ քեզ ասեց աշկիդ վերևունք կա, այ եթե ինքը քեզ սիրեր, քեզ տենց բան չէր ասի։ Այ տեսնում ես Վալոդը, քեզ ասում է լսի, ինչ լավն ես դու։ Ոչ մի անգամ քեզ չի ասում, որ աշկիդ վերևունք կա։ Բայց արթուն մարդը ասում է, ետից գնա։ Ինքը որ ինձ ասեց աշկիս վերևունք կա, գնացի հայլու մեջ նայ տեսա որ ունք չեր է։ Ունք չեր է։ Ես ուղեցու հիմա շատ լավ եմ։ Ինչ է դու ուզում ես իմ հովի նկատմամբ իմ մեջ սերմեր ցանես, ես քեզ թույլ չեմ տա։ Գիտես արթուն մարդը այդպես է անում։ Հիմա կասես հովիվ գուցե դու ես դրա համար ես այդպես ասում։ Ոչ, դու նե կարա լինի քո ամուսնու նկատմամբ, կարա լինի քո կնոջ նկատմամբ, կարա լինի քո երեխու նկատմամբ։ Ցանկացած բանի մեջ կարա այդպես լինի։ Լավ արեց ասեց սատանա, ետից գնա։ Ասեց ունքը ծուրես դզել եմ, որ չասեր տես ծուր ման է գալու, բոլորը ծիծաղելու են վրես։ Գիտեք, սա է կարևորը, սելի եկեղեցի։ Եվ որ դու արտանում ես շատ բաներ տեսնում ես ու հասկանում ես։ Սատանայի ամբողջ նպատակը մի բան է։ Ուզում եմ կարդամ վերջի տեղը։ Սաղմոս 13, 3-4 խոսքը։ Նայիր ով իմ Տեր Աստվածս ու պատասխան տուր ինձ։ Լուսավորիր իմ աշկերս, որպիսի մահվանքունը չքնեմ։ Պատկերացնում եք ասում լուսավորի իմ աշկերը, որ ես մահվանքուն չքնեմ։ Չլինի որ թշնամիս ասի, հաղթեցի նրան։ Գիտեք, ամբողջ խնդիրը սրա մեջն է։ Եվ որ դու քնած ես, թշնամին կարա քեզ հաղթի։ Երեկո գորը մի հետաքրքիր օրինակ էր բերում Կիպրոսի հետ կապված։ Ասում է Կիպրոսը ամբողջը հունական կղզեղ է, բայց իրանց մոտ մի հատ պաշտամունք կա։ Չեմ կարող բառար իրա բառեր ասել։ Իրանց քնի Աստծուն, իրանք ցերեկը պետքա քնեն։ Եվ իրանք քնացել են, ասել են գնանք տղեկ, դարբասներ սաղ քնած են, կարան գրավենք։ Ու կորց արազնովազմա բաներ, առավոտ հելան Հունաստանում են, այսինքն քնան Հունաստանում են, քնից հելան Թուրքիայում են արդեն։ Գիտեք սատանայի նպատակը սա է, քեզ քնացնի։ Պարզապես քեզ քնացնի։ Որ դու չհասկանաս ոնց է կտրելու քո զորությունը, ոնց է կտրելու քո մազերը։ Սամսոնի օրինակն եմ բերում։ Իր նպատակը մի բան է։ Ինչ եք մտածում, մի հատ բան ասեմ ձեզ։ Փողոցում որ քայլում եք։ Այսքան շուն որ տենում եք, ասենց անում, վախենում եք։ Բայց մեկ էլ տեսնում եք մի հատ այսքան շուն, գլուխը իմ մարմնից մեծ է։ Ավ, որ անում։ Են Նիկոլի պես դալվում ես, չէ՞։ Գիտես որ մի հատ համբ արեց։ Մարմնի կեսը կտանի, հա։
Տմբլի պոճիկը չմնացածը։ Նայեք իշտ հետաքրքիր։ Սատանան լավ գիտե, որ քո վրա կա զորություն, օծություն, դու իր համար այդպես մռնչացող մեկն ես։ Բայց որ օծությունը, զորությունը գնում է քեզանից, այն քիչ էլ վախենում, ի՞նչ պիտի։ Ոչ մի բան։ Գիտեք, երբ որ առուզները մռնչում են, բոլոր կենդանները ձգվում են։ Բայց գիտեք, երբ որ շակալները սկսում են ծվծվալ, երախու պես լացելու երգել, բոլոր կենդանները սս չեն ձգվում։ Գիտեք, սատանայի ամբողջ նպատակը սա է։ Քեզ քնացնի, որպեսզի մռնչունդ չհելնի։ Որպեսզի մռնչունդ չհելնի։ Եվ նորից եմ ուզում ես տեղը կարդալ, ասում եմ, լուսավորիր իմ աչքերը, որպեսզի մահվան քունը չքնեմ։ Եվ գիտեք, ժամանակն է։ Ժամանակն է ամեն մեկը արտանալու։ Ժամանակն է ամեն մեկը սկսելու։ Գիտեք, ես նայում եմ մարդիկ, որոնք որ գիտեք, մի ժամանակ կար, որ սենց կրակով վարված, իրանց համար, դե որ ասում է ցուրտ էր, անձրև էր, արև էր, ընդհանրապես ոչ մի բան հետաքրքիր չէր։ Գործի չեմ գնա, բայց այսօր ես պիտի Տիրոջ տանը լինեմ։ Բայց եկա մի ժամանակ դրսում ասում է արյուծ կա, թեժ չեմ կարող խառնել։ Հա, իրական առակս գրքում այդպես գրում է ծույլի մասին։ Գիտես, հոգնել ամեն ինչից։ Գիտեք, ասեմ ինչն ավելի շատ հոգնեցրել։ Բջջային հեռախոսը։ Բջջային հեռախոսը։ Դու ամբողջ օրը բջջային հեռախոսի մեջ է կապված։ Գիտեք, հիմա դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ Մենք տնից դուրս գալուց կարող մեր դրամապանակը մոռանանք տունը, բայց հեռախոսը չէ։ Կարող է չհասցնես մազերը թարդարես, բայց հեռախոսը պիտի լիցքավորես։ Որովհետև այդ ամբողջ ճանապարհին, գիտեք, ես երբեմն հետ եմ նայում իմ անցած ճանապարհին։ Գիտեք, ես աշխատում եմ մի գործարանում։ Ես հայերեն սլեսարը փականագործ, հա, փականագործ է, այդ ամբողջ 9 հարկ այդ ագրեգատները, որ աշխատում էին, ես մեխանիկ էի այնտեղ։ Եվ ընդմիջումների ժամանակ ես տրված էր մի ժամ ժամանակ։ Ես 20 րոպե նստում հաց էի ուտում եւ նստում էի լիֆտը բարձրանում է գրիշ։ Մարդ չկար։ Գիտեք, միշտ իմ գրպանում իմ կինը գիտես քան այդ փոքր նոր կտակարան ունեմ տանը։ Միշտ իմ գրպանում նոր կտակարան կար։ Փոքր։ Գիտեք, հիմա բոլորի հեռախոսների մեջ կան, ժամանակ հեռախոս չկար։ Ես բարձրանում էի 9-րդ հարկը, կտուրը ուղիղ էր, հելում է նստում այնտեղ, արևը, լավ արև էր, օրինակ, կամ չգիտեմ, անձրևի ժամանակ չէի բարձրանում այնտեղ։ Նստում եմ նոր կտակարան, մնացած աշխատողները նստում էին, ծխում էին, իրար հետ ամփուշումորներ էին անում, չգիտեմ ինչ էին խաղում, միջև որ այդ մի ժամը լրանը բարձրանային գործի։ Ես բարձրանում եմ կտուրը, սկսում եմ կարդալ։ Բարձրանում եմ կտուրը, սկսում եմ աղոթել ու երկրպագել իրեն։ Ու գիտեք, ես այս վերջերս ուզում եմ հասկանայի։ Իսկ հիմա ինչ ես անում։ Հիմա ինչ ես անում, երբ որ նստում ես 10 րոպե հանգստանալու։ Գիտեք, չգիտես ինչի, բոլոր սովորություն է դարձել։ Ձեռքներս անկախ մեզանից գնում է մեր բջջային հեռախոսին, եւ բջջային հեռախոսը որ վերցնում ենք, միանգամից 2 մարդիկ կան 3 կամ 4 տեղ են հայտնվում։ Facebook, Instagram, TikTok, ինչ կա։ Մարդ կա հուշում, ասում է եղանակի տեսություն։ Ամբողջ օրը։ Նայեք, ինչը փոխեց մեզ։ Բարձը։ Որ որսս կամաց տեղադրվել է մեր գլխի տակ եւ ասում է քնի,
օգնել ես։ Քնի, օգնել ես։ Շատ ես աղոթում, քնի։ Շատ ես կարդում, քնի։ Ով է լսել ժամերով երկրպագություն բարձրացնես։ Քնի։ Մեղք ես։ Ով է տեսել, որ ամոթ եկամ ես կնիկ ես կամ մարդ ես, ով է տեսել գնաս մեկին ավետարան քարոզես։ Որ ուզենեն կլսի, քնի։ Բայց գիտես դու մի ժամանակ մարդկանց համար աղոթում էիր, ու մարդկանց կյանքեր էր փոխվում։ Բայց հիմա մեկը քեզ քնացրել է, որ դու դադար ես աղոթել։ Որտեվ ինքը գիտի, երբ որ դու ասում էիր դեպ դուրս արի մարդու մեջից, ինքը գոռում էր, ինչ գործ ունես իմ հետ։ Հիմա ասում է քնի, որ ես դուրս չգամ։ Գիտես դու մարդկանց ավետարան էիր քարոզում, մարդիկ ասում են ես ուզում եմ քո Աստծուն։ Իսկ հիմա չես էլ ուզում մարդկանց պատմես, հա, այդ Վարդուշը չի էլ ուզում լսի։ Ասեք Վարդուշը չի ուզում լսի։ Վալոդը, Սիրուշը, Գեղամը քեզ են սպասում։ Խովիր ջան, մարդս չի թողում։ Կնիկս են օրենջին հենց տպե։ Աշկից տակը կապուտա չես տենում։ Սկսի արթնանալ։ Հենց որ արթնացար մռնչացիր, իրական մռնչացիր, ամեն բան իր տեղն է լինելու։ Իրականում եթե տղամարդիկ իրանց տեղը մնան, կանայք իրանց տեղը մնան, ոչ մեկը ոչ մեկի աշկի տակ չի կապտացնի։ Բայց երբ որ տղամարդիկ դառնում են արդեն մի քիչ ուրիշ ոճի մարդիկ, գիտեք, Աստված ստեղծել է բնությունը, բնության մեջն էլ է այդպես։ Էգերը սկսում են պայքարել իրանց ձագերի համար։ Բայց երբ որ իրականում որձերը իրանց տեղում են, էգերը դրա կարիքը չեն ունենում։ Նույնն էլ ընտանիքներում է, որ տղամարդիկ իրանց տղամարդիկի մեջ են, էգերը չեն պայքարում։ Իրանք գիտեն իրենք ապահով են։ Ոչ մեկի աշկի տակը չի կապտում, սա հումորով եմ ասում։ Արթնացեք, ժամանակն է, որ ես ու դու արթնանանք ու լցվենք Տիրոջ գործին։ Մահվանքում չքնենք, որովհետև Սամսոնը քնեց, կորցրեց զորությունը, Սավուղը քնեց, կորցրեց իր զենքերը, գիտեք, բայց Դավիթը արթուն էր, բայց հենց մի օր Դավիթը քնեց, կորցրեց երեխա, որ ինքը պետք է զորքի հետ առաջնագծում լիներ, ինքը այդ օրը քունը տարել էր, մնացել էր տունը, հենց քնից ելավ, ասեցել է մի հատ բալկոնը, տենամ ինչ կա, թարսի պես էլ այդ օրը, թե որդից որտեղ, հարևանուին որոշեց, տաշտո ջուրը դնել դրսում լողանալ, քնից էլ նոր այլ է, մի հովիվ ունենք ասում էր տղամարդիկ, որ քնից նոր են հելում, իրանց հետ մի խոսած եք կռիվ են անելու նախ։ Իհարկե դա հումորով էր գուցե ասում, չգիտեմ, բայց ես որ քնից ելում եմ, առաջինը վազում եմ Տիրոջ իրենսը փնտրելու, կռիվ ման չեմ գալիս։ Ու ասաց, վաու, այս ինչ գեղեցիկ մարմին ունի։ Գիտեք, ու քնած մարդը շարունակեց իր մեղքերի քանակը։ Մինչև որ մարգարեն եկավ ասեց, լսի, սենց ես մի հատ պատմություն կար։ Այդ մարդը մահվան արժանի, հանկարծ ինքը քնից արթնացավ, ասաց, դու ես։ Գիտեք, սկսեց ապաշխարել, բայց ցավոք սրտի ուշ էր։ Ասաց Տերը ներում է քեզ, բայց այդ երեխան մեռնելու է։ Գիտեք, սա է հետևանքը քնելու։ Բայց երբ որ դու արթուն ես, գիտես դու պատերազմի դաշտում ես։ Հիմա պատկերացրեք, եթե Դավիթը պատերազմի դաշտում իր զորքի հետ լներ, այդ կնիկ ուզում է օրը 5 անգամ լողանալ իրանց հայաթում։ Ոչ այդ կնգան կտենար,
Ոչ իր մարդին կսպաներ, ոչ էլ մարգարեի կողմից կհանդիմանվեր։ Գիտեք, սա է իրականությունը։ Սա է իրականությունը։ Երբ որ դու արթուն ես, դու տեսնում ես։ Երբ որ դու արթուն ես, դու պատերազմի դաշտում ես, որովհետև դու ռազմիկ ես։ Իսկ զինվորը դաշտում պատերազմի չի կարող քնել։ Հեն ձենքին հենված քնում է։ Եկել տեսնում ես նետը մտավիզը։ Բայց երբ որ ինքը զարթուն է, տենում է նետը, վահանը պահում է։ Գիտեք, խնդրեմ ոտքի կանգնեք։ Քո զենքերը վայր չդնես։ Քո զենքերը վայր չդնես, շրջվի կողքին ասա զենքերդ վայր չդնես։ Զենքերդ վայր չդնես։ Եվ մյուս կողքինիդ ասա, չթողես, որ քունը քեզ մոտենա։ Գիտես, որտեղ մահվան քունը եթե մոտեցավ, Տշտամին այնքան հեշտ է քեզ ոչնչացնելու։ Այս ամեն էր, որ ուզում ես որ քո հետ կիսվեի Տիրոջ խոսքից,